Թվային միջավայրում մեդիաբովանդակության ստեղծման ժամանակակից փորձի, ձեռքբերումների, լրատվական նոր ձևաչափերի մասին են խոսում Հայաստանի ամերիկյան համալսարանում հավաքված մեդիա դեմքերը։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը թվապատում համաժողովին հրավիրել է նոր գաղափարներ առաջարկող ու որոնող լրագրողների։ Լատվիայում հայտնի լրագրող Ալեքսանդր Պոլիվանովը նրանցից մեկն է։ Կայքը, որի հատուկ նախագծերի բաժինը Պոլիվանովն է ղեկավարում, մեդիա միջավայրում հայտնի է իր նորարարություններով։ Մի վախեցեք նոր ու համարձակ գաղափարներից, առաջարկեք ու իրագործեք դրանք։ Լրագրողի խորհուրդն է հայ գործընկերներին։ Շատ լրատվամիջոցներ չեն հասկանում, ինչպես մատուցեն իրենց բովանդակությունը։ Օրինակ այն, թե որտեղ պետք է լինեն նորությունները, որտեղ հատուկ նախագծերը։ Շատերը վախենում են նոր մտքերից, նրանք տեսնում են, թե ինչպես են ուրիշները ինչ-որ ձևաչափում հաջողել ու պատճենում են այն։ Ես փորձում եմ բացատրել, որ դա այնքան էլ ճիշտ չէ։ Անհավանական արագությամբ փոփոխվող թվային միջավայրում լրատվամիջոցներն այսօր ստիպված են միաժամանակ մտածել նաև այդ միջավայրին արագ հարմարվելու մասին։ Արիզոնայի պետական համալսարանի լրագրության և զանգվածային հաղորդակցության Քրոնքայթի դպրոցի մուլտիմեդիա լրագրության դասախոս Լեսլի Թորոնթոնը սեփական փորձով է համոզվել, որքան շատ թվային գործիքներ օգտագործեն լրագրողները, այնքան մեծ կլինի ընթերցողի ուշադրությունը գրավելու հնարավորությունը։ Երկար տարիներ ժուրնալիստիկայի այցեքարտն էր օբյեկտիվությունը, սակայն այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդկանց շփման ձևերը հեղափոխության են ենթարկվել, եւ հիմա մենք ստիպված ենք օբյեկտիվության հետ մեկտեղ աշխատել նաեւ ամեն ինչ արագ անել, արագ հավաքել ու համադրել փաստերը։ Հիմա մենք այս ամենը անելու համար նաև հնարավորություններ ենք ստացել։ Այժմ մենք միաժամանակ շատ մարդկանց հետ կարող ենք կապի մեջ լինել եւ աշխատել։ Համաժողովին ներկա հայաստանյան մեդիայի ներկայացուցիչները շատ հարցերում կիսում են արտասահմանցի գործընկերների կարծիքներն ու մտավախությունները։ Մենք նույնպես ապրում ենք համաշխարհային մեդիայի ռիթմով, գրում ենք նույն միտումներն ու բախվում նույն խնդիրներին։ Այս ամենի մեջ լրագրողի ու մեդիայի ղեկավարության համար գլխավորը ազնվությունը չկորցնելն է, ասում է Մեդիամաքս մեդիաընկերության տնօրենը։ Միշտ լրատվամիջոցի բարի համբավը կարևոր է եղել, այսօր առավել քան կարևոր է, որովհետև այսօր լրատվամիջոցները առաջանում են, մեռնում են, շատ արագ է այդ ամենը տեղի ունենում եւ բարի համբավ ունեցող լրատվամիջոցները կշարունակեն գոյատևել, սակայն մեկ անգամ այդ վստահությունը կորցնելով շատ ավելի դժվար կլինի այն վերականգնել, քան դա նախկինում էր։ Հայկական մեդիայի հաղթահարած այս պահին առկա ու դեռ գալիք մարտահրավերների մասին է Ազատություն ռադիոկայանի կայքեջի խմբագիր Արթուր Պապյանի զեկույցը։ Բազմաթիվ հետազոտություններով, թվերով ու վերլուծություններով հագեցած զեկույցից պարզ է դառնում մի բան։ Թեև կարճ ժամանակահատվածում շատ մարտահրավերներ հաղթահարված են, բայց այսօր մեր լրատվամիջոցները մի մեծ խնդրի առաջ են կանգնած։ Այսօր ամենամեծ խնդիրը հայաստանյան մեդիայի համար իր լսարանը պահպանելն է եւ միջոցներ գտնելը, որպիսի հավատարիմ ընթերցողների բանակ ձևավորի, որոնք ոչ թե գալիս են այդ լրատվամիջոցի մոտ clickbait-երով, այսինքն Facebook-ում պատահական տեսած կլիկներով, այլ գալիս են, որովհետեւ գնահատում են այդ լրատվամիջոցի աշխատանքը։ Արթուր Պապյանն իր ելույթում չի մոռանում նշել, որ այս ամենով հանդերձ հայկական լրատվամիջոցները որոշ դեպքերում ինտերնետ միջավայրում իրենց իսկական գերազանցիկի պես են պահում։ Բոլոր սոցիալական ցանցերում էջեր ունեն, արագ յուրացնում են այդ միջավայրի առաջարկած գործիքները, անկախ այն բանից, թե որքանով է արդյունավետ դրանց կիրառումը։ Իսկ մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրենը մեր լրատվամիջոցների համաշխարհային միտումներին արձագանքելու մասին նախընտրում է համեմատականներով խոսել։ Եթե խոսել նախկին սովետական միության տարածքի մասին, ավելի շուտ էս մեր մոտիկ ռեգիոնի մասին, ես կարծում եմ, որ Հայաստանի լրագրողների ունակությունը, դինամիկան, ցանկությունը աշխատելու բավականին մեծ է։ Ռեսուրսներն են փոքր, հնարավորություններն են միգուցե փոքր եւ այլ հնարավորությունների դեպքում միգուցե մեր առաջընթացը շատ ավել կլիներ։ Եթե խոսել աշխարհի մասին, իհարկե մեր լրատվական դաշտը շատ ավելի հետ է մնում եւ նորից վերադառնալով կոնֆերանսին միգուցե եւ մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի դրթել մի քիչ ավելի առաջ տանել եւ փորձել այդ նոր փորձը էլի ներմուծել։ Երկօրյա համաժողովի ընթացքում թվային միջավայրի բազմաթիվ հարցերի անդրադարձան զեկուցողները։ Հարց ու պատասխանի միջոցով փորձեցին պարզել գործընկեր լրագրողներին հուզող հարցերը, լուծումներ առաջարկել։ Եվ որքան էլ որ մեդիա ապագան անակնկալներով ու մարտահրավերներով լի է թվում, իսկ ներկայում էլ լուծումներ պահանջող շատ հարցեր կան, մեդիա բովանդակության պատասխանատուները համոզված են։ Մարդը եւ մարդկային պատմությունները մեդիա միջավայրում գերիշխող են դառնում։ Ամեն ինչ շատ ավելի հասկանալի ու հեշտ է, երբ աշխատանքի առանցքում մարդկային արժեքներն են։ Աստղիկ Հակոբյան, Վռամ Խանամիրյան, Մշակութային ազդագիր։